Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ես ոչ մի խուլիգանական բան չեմ արել։ Ժամանակին չեն իրենք ինչպես են պատճառաբանում։ Որ արանքները ինչ են ասում։ Առայժմ ես չեմ ցուցմունք չեմ տվել, հարցաքննություն չի ելել։ Առայժմ այդ ամենի մասին քիչ անց կհայտնեմ։ Չախոյան, իսկ տուժող ճանաչվել եք դուք արդեն։ Որևիցե մեկը նկատի ունեմ պաշտոնանք չի լինելու, այդ թվում եւ Տաղապետը, տեսեք, այս իրադարձություններին անդրադարձավ եւ Տիգրան Ավինյանը երեկ նաեւ Նիկոլ Փաշինյանը հետաձգում էլ ԿՊԱ-ականներն ասում էին դատապարտում ենք, ընդհանրապես դա, բայց նաեւ ասում էին, որ դե պաշտոնյա է, որի նյարդերը եւս կարող են տեղի տալ, իսկ օրինակ Հանրապետությունն էլ ասում էր, որ աշխարհաքաղաքական կենտրոններից է ուղղորդվել, իրենք էլ այդ ամեն ինչն են կանխել։ Պուտինն էր ասել, որ այդ ամենը անեիք։ Տեսեք, շատ լավ հարց եք տալի եւ վերջի ժամանակահատվածում շարժվում էր, թե իբրև ես պարոն Մանուկյանը պահանջել ենք Թաղապետի հրաժարականը, որից մեկը չի կարող բերի այնպիսի հրապարակում կամ տեսանյութ, որտեղ մենք ասում ենք, մենք պահանջում ենք Թաղապետի հրաժարականը, այլ ընդհակառակը դա այնպիսի բան է, որը քննարկման նույնիսկ ենթակա չի եւ իրանք իրենց այսպես ասած ճակերտավոր քաղաքակիրթ իրանց որոշումը պետքա կայացնեն, որը իրանք չկայացեցին եւ ամբողջ հանրությունը տեսնում է իրանց իրական դեմքը, այսինքն որ իրանք շանտաժի միջոցով աթոռի ամեն գնով պահում են, այսինքն դա էլ նույնպես անհերքելի է, որովհետեւ Թաղապետի հրապարակումը հենց ակնհայտ շանտաժի մասին էր եւ Տիգրան Ավինյանի անդրադարձը հենց դրան էր վերաբերում, անկեղծ ասած ես իհարկե չէի կասկածում, որ դրան աշխատանքից չեն հեռացնում, որովհետեւ այս իշխանությունը այդ ամենը բնորոշ է, բայց տեսեք, ես ամեն ինչ ցուցադրել եմ, ամեն ինչը հրապարակված է, այսինքն ես ոչինչ չեմ արել, իսկ հայի վայելա, որ ոչինչ չարած մարդուն զանգի հայհոյի, սպառնա, վիրավորի, հետո էլ ծեծեն, թող դա մեկ օր առաջ Թաղապետարանում յոգուրտային ակցիա եք իրականացրել, արտահայտություններ եք ասել, որոնք համաձայն Եթե մենք քաղաքակիրթ միջավայրից ենք խոսում, ես իրականացրել եմ քաղաքական ակցիա, այսինքն ես ոչ ոքին չեմ սպառնացել, չեմ ծեծել, այսինքն իմ իր արարքի արձագանքն եմ տվել, քաղաքական գնահատականն եմ տվել, այսինքն դա քաղաքակիրթ միջավայրում դա դատապարտելի չի, այ հենց իրականում հենց եթե մենք ժողովրդավար երկրի ներկայացուցիչ են, իրանք խոսում է, դա հենց այդպես է լինում եւ այդպես այդ ամենը արտահայտվում։